2023-ին, որ ինձ վրա մահափորձ էին կատարել դանակով։ Ժողովուրդ, միջորս այդ մարդ ազատության մեջ է ու ոչ մի պատիժ չի կրել ու հիմա դատական էս որ գործը հետ նայում եմ ուսումնասիրում եմ հոդվածները ու ոնց են այդ նույն գործը ծածկատփոց արել մահափորձ կատարող անձը չի դատապարտվելու։ Ինչու ինչ է պարզ։ Որտեղ խմբի կազմը հանել են։ Ասում են խմբի կազմով չի ել, ապացուցի, ասում են տեսանյութ կա, հեսա տեսանյութը տեսախցիկից բերել են, ասում է, բայց այդ տեսանյութը դու ես բերել, քնիչը չի բերել։ Ասում եմ, ես ինչ անեմ, որ քնիչը չի բերել։ Քնիչի չի արգրավել։ Չէ, չի արգրավ, բայց քնիչի հետ խոսալու զննության ժամանակ ասում եմ, հեսա տեսանյութ կա, կհանեք, ասում է, հա, մենք հանել ենք, մենք հեսա կհանենք, բան կանենք, բայց գործերում չկա։ Այսինքն այս կարգի խայտարակ մարդու սպանություն, այսօր անկեղծ էլի որ մեկի վրա դանակով գիշերով 3 հոգով հարցակվեն, դու մեկին բռնես, հանձնես ոստիկանությանը, անձը հայտնի ելնի, որ նախկինում դատապարտված լինի դանակահարության համար, նման խուլիգանության, նման ազատության մեջ ֆրֆռա ու չդատապարտվի։ Անկեղծ այսօր ոչ թե մեկին դանակով հարցակվեմ, այլ մի հատ ԿՊ-ականի ուղեկի բրթեմ կամ թարս նայեմ, անկեղծ էլի, ժողովուրդ անկեղծ էլի առանց չափազանցնելու։ 3 տարով միանգամից միանցվա մի դատերը, մատերը, քրեական գործ արագ անեն, պատիժը տանես դատեն։ Բայց այս դեպքում արդեն վաղեմության ժամկետն է ժողովուրդ անցնում այդ գործի։ 2023-ին է եղել, այսօր 2026 թվա, 3 տարի անցել է։ Հեսա էլի կձգձգեն, դատական նիստերն չեն էլ ընթանում, անկեղծ։ Երբ որ գնում եմ, չգիտեմ, մեկի ճնշումն է վատացել, մեկը չի իրազեկվել եւ այլն, նիստերը չի դնում։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։